Ես ուզում եմ հատուկ մեկ բան ընդգծել։ Հայաստանի Հանրապետությունում չկան պատերազմ ուզող ուժեր քաղաքական համակարգում։ Սա ակնհայտ է եւ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունները, որ պատերազմամետ կուսակցություններ կան, պատերազմ բերող, դա բացարձակ դեմագոգիա է եւ դա ծառայում է մեր երկրի, մեր հակառակորդ երկրի շահերին։ Նաև ուզում եմ հատուկ մեջ բերել արտաքին հետախուզական ծառայության զեկույցը, որը Նիկոլ Փաշինյանի այդ ծառայությունը գործում է Նիկոլ Փաշինյանի ենթակայությամբ։ Այդ ծառայության 2026 թվականի զեկույցում ամրագրված է, որ 2026 թվականին վերաբերող, որ 26 թվականին անհավանական է համարվում ռազմական էսկալացիա։ Հիմա տեսեք, նրան ենթակա կառույցը, արտաքին հետախուզական ծառայությունը, որով այդքան հպարտանում են, հայտարարում է, որ անհավանական է ռազմական էսկալացիա։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, ամեն օր խոսում է պատերազմի մասին։ Ակնհայտ է, որ սա նրա քաղաքական պատասխանատվությունն է եւ նրա անձամբ, նրա կողմից օգտագործվող սպեկուլյացիա է։ Մի կարևոր նաև բան եմ ուզում այստեղ, որպեսզի մենք հստակ հասկանանք քաղաքական առումով։ Տեսեք, երկու հարց կա, որ պարտադիր մենք պետք է Նիկոլ Փաշինյանի կառավարության հետ կապված ընդգծենք։ Մարդիկ, որոնք 6 տարի շարունակ չեն կարողացել մեզ համար ստեղծել իրական զսպման ու առհասարակ զսպման կարողություններ, բարեփոխել ու արդիականացնել մեր բանակը, իրավունք չունեն սպառնալ պատերազմով իրենց ձախողումները հիմք ունենալու։ Միակ պատճառը, որ նրանք սպառնում են մեզ, հիմա կարողանում են սպառնալ մեզ պատերազմով արտաքին ադրբեջանական ներխուժման, որպեսզի ազդեն ընտրողների քվեի վրա, դա այն է, որ նրանք գիտակցաբար են մեր երկիրը թողել այս վիճակում, ինքնապաշտպանական կարողությունները չեն զարգացրել, որ հիմա սպառնան պատերազմով։ Ես մի կարևոր բան եմ ուզում ասել։ Հարցը չպետք է լինի, սա նրանց խաղն է եւ մենք դրա մեջ չպետք է մտնենք։ Հարցն այն է, որ հարցը այն չէ, թե ով է պատերազմին կողմ, ով է խաղաղությանը կողմ։ Բոլորը խաղաղության կողմ են։ Հարցը այն է, թե դուք ինչու եք ձախողել մեր երկրի պաշտպանության ու անվտանգության համակարգը։ Եվ այստեղ ես 3 հարց եմ նրանց տալիս։ Առաջին, եթե դուք վախենում եք մեր երկրի համար զսպման կարողությունները զարգացնել, բանակը արդիականացնել, դուք պետք է հեռանաք։ Եթե դուք չեք կարողանում մեր երկրի համար կարողություններ ու զսպման կարողությունները ամրապնդել ու բանակը արդիականացնել, դուք պետք է հեռանաք։ Եթե դուք կարծում եք դա հնարավոր չէ, դուք նորից էլի պետք է հեռանաք։ Այս բոլոր հարցերի պարագայում ակնհայտ է, որ էլի պատճառը խորքային այդ ձախողումն է եւ սա շատ կարեւոր է եւ նրանք հիմա ուզում են այդ ձախողումները թաքցնել նրա տակ, որ թե ով է խաղաղությանը դեմ, ով է պատերազմին կողմ։ Եվ անվտանգության համակարգի հետ կապված մի կարևոր նաեւ հարց եմ ուզում ընդգծել։ Անվտանգությունը մեր ամենակարևորագույն խնդիրներից է անվտանգության ապահովումը, որովհետև մենք արդեն ունեցանք օրինակ, երբ երասխում Նիկոլ Փաշինյանը գործարան էին ստեղծում կամ հիմնում, ադրբեջանական մի քանի կրակոցների պատճառով ու սպառնալիքների պատճառով տեղափոխեցին այդ գործարանը։ Այս նրա արդյունքն է, որ մինչև հիմա մեր երկրի անվտանգության ու պաշտպանական կարողությունները ձախողել են նրանք եւ որևէ զարգացում մենք այստեղ չունենք։ Եվ դրա համար, որ ես Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե ինքը վախենում է գալ, կարող է, չգիտեմ, ով է իրենց մոտ պատասխանատու այս հարցերում, թեև նրանք էլ ամբողջությամբ ձախողած են։ Իմ այդ բանավեճի բովանդակային կողմը ակնհայտ է, որ նրանք չեն կարողանալու ապահովել, որովհետև ձախողումների արդյունքը ամբողջությամբ սա է։ Գիտեք, եւ նաեւ ուզում եմ ես հստակ եզրահանգում անել, այսպեսի նաեւ նշելով, որ խաղաղությունն ու անվտանգությունը կառուցվում են բազմաթիվ գործոնների հիման վրա եւ հիմքեր ունեն, սկսած տնտեսական աճից, դիվանագիտությունից, քաղաքականությունից, մինչեւ իրավական հարցեր։ Բայց այս ամենը մեր անվտանգության համակարգի հիմքերն են, որոնք պետք է խարսխված լինեն մեր ռազմական կարողությունների վրա, սա շատ կարևոր, մեր պաշտպանական կարողությունների վրա, եւ դրանք մենք պետք է կոչենք զսպման կարողություններ։ Ինչու զսպման կարողություններ, որ որևէ երկիր մեր վրա հարձակվելուց առաջ 10 անգամ ավել մտածի, որ հարձակվի թե չէ, որովհետեւ դա իր վրա շատ ավելի ծանր է նստելու,
որ ստիպի նրան մտածել ու չհամարձակվի մեր երկրի վրա որևէ անգամ մտքով անցկացնել նման հարձակում կամ ագրեսիա։ Այնպես որ մեզ պետք է արդյունավետ ինքնապաշտպանություն, արդյունավետ կարողություններ պաշտպանության եւ դա կարող ենք անել իմ ներկայացրած նաեւ մեր թիմի մշակած, իմ ներկայացրած ծրագրի հիման վրա։ Եվ այն, որ այսօր նրանք այս 10 օրը ինչ անցել են մեր ժողովրդին սպառնալուն, պատերազմով, շանտաժի ենթարկելով մեր ժողովրդին, սա է, որ հենց պատճառը նրանում է, որ ձախողած է ամբողջ այս խնդրի լուծումը, դրա համար էլ նաև կարողանում են դրա մասին խոսալ։ Եվ ես նաև հստակ ուզում արձանագրել, որ իրականում իրական փոփոխությունների ժամանակը պետք է գա, եւ այդ արդարությունը կարևոր է, որ գալիս է եւ իրականում ապահովելու է մեր երկրի համար թե անվտանգություն, թե խաղաղություն։ Շնորհակալություն, հիմա պատրաստ եմ հարցերին պատասխանել։